կփորձեմ ակցենտներ դնել հիմնականում այն հարցերի, խնդիրների վրա, որոնք հիմնականում հետաքրքրում են մեր հասարակությանը, կփորձենք նաև այսպես ճակերտավոր որոշ լեգենդներ քանդել հանքարդյունաբերության վերաբերյալ։ Ուրեմն միֆեր։ Նախ կցանկանամ առաջինը խոսել հետևյալի մասին, որ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մասնավորապես Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ընդերքը դա Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն է, որովհետև շատ հաճախ շահարկումներ են լինում տարբեր լրատվականների միջոցով, տարբեր մտքերի, տարբեր կարծիքների միջոցով, որ այս երկրից, այլ երկրից, չգիտեմ, այս հանքը պատկանում է Արտյոմին, մյուս հանքը պատկանում է Ստեփանյան Արմենին, մյուս հանքը պատկանում է, չգիտեմ, ֆրանսիացիներին, մյուս ամերիկացիներին։ Ոչ, ընդերքը սա Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն է։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը իր սեփականությունը որոշակի ժամանակահատվածով տալիս է որևէ ընկերությանը, որպեսզի այդ ընկերությունը շահագործի այդ ընդերքը։ Շահագործումը կարող է լինել 10 տարով, 15 տարով, 20 տարով, 25 տարով եւ միևնույն ժամանակ տալով ընդերքը շահագործման Հայաստանի Հանրապետությունը դնում է որոշակի, այսպես ասած, պայմաններ, որոշակի պայմաններ, թե ինչ պայմաններով ընդերք օգտագործողը պետք է շահագործի ընդերքը, որը Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն է։ Հիմա եկեք հասկանանք ոնց է այդ շահագործումը տեղի ունենում։ Օրինակ կա որևէ միտեղ ընդերք, կա որևէ միտեղ հաստատված պաշար, ոնց է այդ շահագործումը տեղի ունենում։ Տեսեք, շահագործողը, ով հետաքրքրված է Հայաստանի Հանրապետության ընդերքի շահագործմամբ, իրականացնում է առաջի քայլը, այսինքն տեսնում է, որ ընդերքն է ազատ, եւ փորձում է այդ դրա շուրջ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի հետ։ Երբ որ բանակցությունների արդյունքում շահագործողը հասկանում է, որ տնտեսապես, ռազմավարական տեսանկյունից, չգիտեմ, ֆինանսապես այս ամեն ինչը իրեն ձեռնտու է, արդեն ներկայացնում է հայտ ընդերքի շահագործման համար։ Հիմա դրա արդյունքում, երբ որ ամբողջ այդ ցիկլը փաստաթղթաշրջանառության, այդ կոմունիկացիայի ընդերք օգտագործողը անցնում է, Հայաստանի Հանրապետությունը ընդերք օգտագործողին առաջինը տալիս է թույլտվություն օգտակար հանածոյի արդյունահանման կամ ուսումնասիրության համար։ Հիմա այս դեպքում մենք կքննարկենք օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը։ Կնքում է ընդերք օգտագործման պայմանագիր։ Պայմանագրի մեջ ասում է Հայաստանի Հանրապետությունը դնում է այն բոլոր պայմանները, որով ընդերք օգտագործողը պետք է շահագործի այն ընդերքը, որը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Դնում է ընդերք օգտագործողի իրավունքները, պարտականությունները։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ քանի տարում պետք է օրինակ ընդերք օգտագործողը շահագործի, տարեկան ինչքան պետք է արդյունահանում իրականացնի, ինչ սոցիալական պարտականություններ ունի շահագործողը ազդակիր համայնքներում, ինչ տեխնոլոգիայով, ինչ նախագծով պետք է իրականացնի դրա շահագործումը։ Հիմա երբ որ ստեղ այդ process-ի ընթացքում տեղի են ունենում օրինակ ընդերք օգտագործողի կողմից որևէ խախտումներ, ապա Հայաստանի Հանրապետությունը միշտ ունի այդ օրենքով սահմանված այդ հնարավորությունը ընդերք օգտագործողից հետ վերցնի այդ ընդերքը, որը տրամադրվել է։ Ընդերք օգտագործողը նաև ներկայացնում է նախագիծ, որի մեջ շատ մանրամասն ներկայացնում է, թե ինչ մեխանիզմով, ինչ, այսպես ասած, ինչ որակավորում ունեցող մասնագետներով, ինչ ռազմավարական ծրագրերով, ինչ տեխնոլոգիաներով,
ոնց է իրականացնելու արդյունահանումը, ընդերքի շահագործումը եւ դրա արտադրությունը։ Երբ որ նախարարությունը, լիազոր մարմինը այս կոմպլեքսը, այս ամեն ինչը նայում է եւ տեսնում է, որ հա պետության համար ձեռնտու է, որպեսզի պետությունը ունենա նմանատիպ ներդրող, նմանատիպ ընդերքի շահագործող, այդ դեպքում նոր Հայաստանի Հանրապետությունը ընդերք օգտագործման թույլտվություն եւ պայմանագիր է կնքում տվյալ շահագործողի հետ։ Ես կցանկանայի շատ ժամանակ էլի սխալ կարծիքներ ենք լսում, թե առհասարակ ինչ է ընդերքը։ Մենք արդեն հասկացանք, որ ընդերքը, ես արդեն նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն է։ Հիմա եկեք հասկանանք, թե առհասարակ ինչ է ինքը իրանից ներկայացնում։ Դա ընդերքը դա հողածածկույթից, ջրավազաններից, հատակից ներքև որոշակի խորության վրա տեղադրված երկնակեղևի մասը։ Սա ընդերքն է, սա ընդերքի սահմանումն է։ Ինչ է օգտակար հանածում։ Ընդերքում պարփակված պինդ հանքային գոյացում։ Դա կարող է լինի հանքաքարի, ջրի, գազի տեսքով եւ այլն։ Ինչ է արդյունահանում։ Երբ որ այդ ընդերքից, հա, շահագործողը հանում է օգտակար հանածոն, այդ օգտակար հանածոյի մեջից կորզում է այն բաղադրիչը, ինչը որ արտադրության համար իրան պետք է։ Հիմա եկեք հասկանանք, օրինակ մենք անընդհատ լսում ենք ու այդ հարցը անընդհատ ինձ տալիս են, բա օրինակ ոնց եք հասկանում, որ օրինակ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը ինչի պղինձ մոլիբդենային, ինչի օրինակ Սոտքի ոսկու հանքավայրը ոսկու հանքավայր, ինչի, չգիտեմ, մեկ այլ հանքավայրը, չգիտեմ, տրավերտինի հանքավայր։ Մետաղական հանքավայրերի մեջ ընդհանրապես մետաղները բոլոր մետաղները իրանք ընդերքում շատ մոտ են իրար գտնվում, բայց հաշվի առնելով, թե որ մետաղի գերակայությունն է ավելի շատ, որ մետաղի կորզումն է հնարավոր, այդ ուղղությամբ էլ տվյալ հանքարդյունաբերական ընկերությունը շարժվում է։ Օրինակ, բերեմ սենց օրինակ, հիմա Սոտքի հանքավայրը ինչի է կոչվում ոսկու հանքավայր, որովհետև ամենամեծ պարունակությունը այդ ընդերքում դա ոսկու հանքաքարն է։ Արդյոք կա այդտեղ նաև պղինձ, արդյոք կա այդտեղ նաև, չգիտեմ, ասենք թե այլ մետաղներ, այո կա, որովհետև այդ բոլոր մետաղները բնության մեջ հիմնականում իրար հետ են, բայց այն մետաղը, որը որ ավելի գերակշռում է, կոնկրետ այդ հանքավայրը կոչվում է այդ մետաղի հանքավայրը։ Ցանկանամ խոսել վերահսկողությունից, որովհետև տեսեք, ես ուղիղ 10 տարի հանքարդյունաբերության մեջ եմ, 10-11 տարի հանքարդյունաբերության մեջ եմ եւ ունեմ տարբեր գործընկերներ, ովքեր Հայաստանի տարբեր ճյուղերում են, բանկային ոլորտում, չգիտեմ, էներգետիկայի ոլորտում, առևտրի, տարբեր մատակարարումների, ավիացիայի, երևի թե ավիացիան լավ, մի քիչ տեղ բանարեցի, ամենավերահսկվող ոլորտը պետության կողմից իմ գնահատմամբ սա հանքարդյունաբերության ոլորտն է, որովհետև եթե մյուս, այսպես ասած, բիզնեսները, մյուս ընկերությունները իրանք պետության հետ առնչվում են հիմնականում հարկային պետական եկամուտների տեսչության հետ կոմունիկացիայով, հիմնականում, հա, ասենց ասած, հանքարդյունաբերությունը ինքը բոլոր գերատեսչությունների, համարյա բոլոր նախարարությունների, բոլոր տեսչական մարմինների կողմից օնլայն ռեժիմով տարին 365 օր գտնվում է վերահսկողության տակ։ Այսինքն պարտադիր տեսչական մարմինների կողմից պլանային տարեկան 2-3 անգամ ստուգումներ։ Նմանատիպ ստուգում, եթե լինի օրինակ սովորական բնականon հունով ապրող որևէ բիզնեսում, կարող է 1-2 ստուգում հետո այդ բիզնեսը օրինակ ինքը, չգիտեմ, պանիկայի մեջ ընկնի ու հայտարարի, որ չէ, ես իմ գործունեությունը դադարեցնում եմ։ Եկեք նայենք բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, ով ամբողջությամբ ստուգում է հանքարդյունաբերական, արտադրական եւ այլ կոմպլեքսը, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, թե արդյոք ընկերությունը իր մրցույթները, արդյոք ընկերությունը իր պրոցեսները իրականացնում է արդար մրցակցային կանոններով,
դատախազություն քննչական ստեղ բոլորին երևի պարզ է։ Քաղաքաշինական, տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության տեսչական մարմիններ, առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմիններ։ Օրինակ հիմա շատ ակտուալ է, որ խոսում են աշխատողների իրավունքները այդքան չեն պահպանվում եւ այլն, բայց ես այստեղ պետք է մի քիչ համաձայն չլինեմ, որովհետեւ այն մակարդակի, այն խորությամբ, ոնց որ ամենօրյա ռեժիմով ընկերության ներսում քննարկվում են աշխատակիցների իրավունքները, ստանդարտները, ընկերության քաղաքականությունները ուղղված աշխատանքի անվտանգությանը, ուղղված աշխատանքի համար լավ բարենպաստ միջավայր ստեղծելուն, այն ստանդարտները օրենսդրական, որով ընկերությունը շարժվում է, մենք օրինակ մեկ աշխատողի նկատողություն տալու համար հիմա իմ գործընկերները այստեղ նստած են, մենք կարող է 10 օր բան անենք, brainstorm անենք, արդյոք օրենքով սա հիմնավորված էր, արդյոք աշխատողի անմեղության կանխարգելը խախտված չի, արդյոք աշխատողին պատշաճ ղեկավարությունը լսել է, արդյոք այդ փաստը հիմնավոր է, կարող է տարբեր կարծիքներ լսենք, այսինքն այդ ամեն ինչը այնքան բարձր մակարդակի վրա դրված հանքարդյունաբերության ոլորտում ու այդ ամեն ինչը այն աստիճանի է այս բոլոր գերատեսչությունների կողմից հսկվում, որ ես չգիտեմ, կա որևէ այլ ոլորտ, անգամ պետական կառույցները, անգամ պետական ստրուկտուրաները, չգիտեմ, նախարարությունները, գերատեսչությունները, արդյոք իրանց նկատմամբ այդ աստիճանի պետական համակարգի կողմից ուշադրություն կա կենտրոնացած, ոնց որ օրինակ հանքարդյունաբերության վրա։ Այսինքն ամփոփելով իմ խոսքը ես ուզում եմ ասեմ, որ հանքարդյունաբերության ոլորտը ամենապետության եւ պետական մեխանիզմների կողմից ամենավերահսկելի ոլորտներից մեկն է։ Եվ այս վերահսկողությունը ինքը պրոստը վերահսկողություն չի, սրա մասին էլ եմ ուզում խոսել։ Աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմինը, օրինակ, չգիտեմ, եկավ ստուգման, նկատեց, որ որևէ աշխատողի աշխատավարձ, չգիտեմ, ինչ-որ տեխնիկական պատճառով ամսի 16-ին է փոխանցվել, ակտ։ Ընդերքի տեսչական մարմինը, օրինակ, չգիտեմ, եկավ արձանագրեց, որ A կետից B կետը, չգիտեմ, ինչ-որ տեղափոխություն ա եղել, որի մասին իրանք տեղյակ չեն եղել, ակտ, դատախազություն, քննչական, հարկային եւ ընկերությունը այդ ամբողջ մեխանիզմի մեջով անցնում է, որպեսզի կարողանա ապացուցի իր, այսպես ասած, անմեղությունը կամ ընդունի իր սխալը եւ համապատասխան փոխհատուցումը տա, բայց տեսնելով, որ կա մեծ ուշադրություն ոլորտի վրա, ես պրոստը սլայդը փոքր էր, այդպես մի 7-8 գերատեսչություն ու նախարարություն չեմ նշել, էլի, այսինքն ընկերությունն էլ տեսնելով, որ կա նմանատիպ վերահսկողական, այսպես ասած, ուշադրություն ընկերության գործունեության նկատմամբ, միշտ փորձում է իր բոլոր որոշումները եւ քայլերը ձևակերպել, կատարել այնպես, որպեսզի այս դաշտում, այս process-ի հետ որևէ խնդիր չունենա։ Ես կցանկանայի խոսել մի շատ կարևոր հանգամանքի մասին, տեսեք, մենք ստեղ պարոն Քելյանի հետ շատ կարճ զրույց ունեցանք ու մի հատ հետարքիր միտք ես լսեցի, որ չէ, ձեզնից լսեցի այդ միտքը, որ շատ ժամանակ օրինակ ուսանողների մոտ ավելի պոպուլյար է, չգիտեմ, բանկային համակարգում աշխատանքի անցնելը, ցանկությունը, ճիշտ է, չէ՞, ձևակերպում։ Տեսեք, հանքարդյունաբերության ոլորտը ինքը շատ բազմաշերտ ոլորտ է եւ շատ հետաքրքիր ոլորտ է։ Ես օրինակ էլի այնքանով իշքանով սլայդի վրա տեղավորվել է, բերել եմ այն մասնագիտությունները, որոնք հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր է հանդիպել։ Օրինակ երկրաբան, բնապահպան եւ խոհարար, ֆինանսիստ, իրավաբան, չգիտեմ, էլեկտրիկ, ինժեներ, ճարտարապետ, պետական Հայաստանի պետական համալսարանը բոլոր բուղական համակարգերը, եթե միավորներ իրար հետ վերցնես, այն արդյունքը, այն պրոդուկտը, որը բուղական համակարգը տալիս է, երևի թե առանց բացառության բոլորը տեղ ունեն հանքարդյունաբերության մեջ։ Չկա երևի թե ինչ որ մասնագիտություն չկա, որը հանքարդյունաբերությանը պետք չի։ Աշխատանքը հանքարդյունաբերություն, եթե համեմատենք
բանկային ոլորտի աշխատանքի հետ, ես ամենայն պատասխանատվությամբ կվերցնեմ այդ պատասխանատվությունը իմ վրա, խոսքս ուղղում եմ մեր ուսանողներին եւ դա կնշեմ, մեր մոտ շատ հետաքրքիր է drive-ը, էներգիան եւ ինքնակրթվելը եւ process-ները մեր մոտ ավելի հետաքրքիր են, քան բանկային համակարգը։ Երևի թե այսքանը, վստահ եմ կունենաք որոշ հարցեր, խնդրեմ ներկայացրեք ձեր հարցերը, ես արդեն մեծ սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Սահակյան Արմեն, իրավաբանական ֆակուլտետ, շնորհակալություն հարց տալու հնարավորության համար։ Ես կուզենայի նշել այն, որ նույնիսկ իմ սովորել այնտեղ որտեղ սովորում եմ, դուք խոսացիք ստանդարտների մասին, ձեր աշխատակիցների նկատմամբ։ Կուզենայի նշել այն, որ հենց իմ մոտիկ ընկերներից մեկի հայրը ձեր մոտ է աշխատում եւ իր կրթությունը լիովին հենց փակվում է կոմբինատի կողմից եւ բազմաթիվ լավ տեղեկություններ եմ ես հենց այդ երիտասարդից ստացել եւ ինձ շատ հետաքրքրում է այն հարցը, ինչու այդպիսի տեղեկությունները ապրելով ինֆորմացիոն ժամանակում, դարում մենք չենք ստանում հենց բաց աղբյուրներից, հենց ձեր կողմից, որովհետեւ ցավոք սրտի հիմա մենք ապրում ենք այն ժամանակ, երբ որ բավական է մի հատ միֆը տարածել եւ քանի որ չկա որևէ բան, որը կարող է հենց այդ միֆի նկատմամբ խոսել, մարդիկ սկսում են դրան հավատալ։ Եվ ես անձնապես օրինակ մինչև պարոն Ստեփանյանի հետ խոսալը ես չէի կարող պատկերացնել, որ ինձ այս ոլորտը այսքան կհետաքրքրի եւ նույնիսկ եւ իմ կարծիքով դա նույնպես կապված է հենց ինֆորմացիայի պակասության հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, աշխատանքի նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի կոմունիկացիան լինի, որպեսզի մենք կարողանանք բացատրել, ներկայացնել ոլորտի առաջնահերթությունները, առանձնահատկությունները, խնդիրները, դուք էլ ուղղեք հարցեր, դա միմիայն ուղղված է ոլորտի զարգացմանը, բայց ցավոք սրտի ստեղ պետք է ասեմ, որ երևի աշխատանքային բարդ, էմոցիոնալ բարդ, ծանր եւ ծավալուն աշխատանքը շատ ժամանակ թույլ չի տալիս շատ մեծ ուշադրություն դարձնել նմանատիպ process-ների վրա։ Իհարկե, այստեղ մենք էլ երևի ինչ-որ անելիքներ ունենք, բայց վերցնենք սա, չգիտեմ, առաջին քայլերից մեկը, որ լուսաբանում ենք, որ պատրաստ ենք տետատետ հանդիպել եւ հարցեր տալ։ Դուք խոսեցիք ստանդարտների մասին, տեսեք, ես կցանկանամ դրա մասին մի փոքր ակնարկ կատարել։ Մենք մեր օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետությունում вообще ներդրված ստանդարտները բոլորը ահավոր հին են։ Օրինակ, վստահ եմ իրավաբաններ կլինեն դահլիճում, մեր աշխատանքային օրենսդրությունը, եթե ասենց ընդհանուր գնահատական տանք, ինքը 90-ական թվականների բազայի հիման վրա ստեղծված փաստաթուղթ է։ Հա, որոշակի ժամանակ մեկ ինքը update եղել է, վերանայվել է, բայց ինքը հին փաստաթուղթ է։ Եվ շատ ժամանակ, եթե դու ուզում ես, որպեսզի բիզնեսը ագրեսիվ զարգանա, քեզ պետք է որպեսզի դու ունենաս նաև այդ օրենսդրական, այսպես ասած, հենքը, բազան, որի վրա հիմնվելով դու կարողանաս զարգացնես։ Երբ որ դու շատ դեպքերում, որ պետք է որևէ գործողություն անել ու դու ուզում ես տեսնել դա օրենքին կհամապատասխանի թե չէ, դու բացում ես օրենքը, տեսնում ես, որ ամբողջ այդ գլուխը, ինչը որ քեզ պետք է, այդ գլխում օրինակ 2 հոդված է։ Բայց պետք է լիներ 32, որպեսզի քո թևերը ազատ լիներ զարգանալ։ Հիմա նույն օրինակ բերեմ, անընդհատ խոսում են ներդրում, ամենտեղ մենք դա լսում ենք։ Ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը 94 թվականի օրենք է, 6 էջանոց օրենք է, 94, հիմա 25 թիվն է, 31 տարվա օրենք է։ Այսինքն, երբ որ դու խոսում ես ներդրումների մասին, դու պետք է կարողանաս այդ նույն ներդրողը ինչ անում, մինչև ներդրում սկսելը, ինքը պատվիրում է որևէ օրենսդրական ուսումնասիրություն, որ ես պատրաստվում եմ X երկրում $10 միլիոն ներդնել։ Ինչ օրենսդրությամբ եմ ես պաշտպանված։ Հարցը։ Եվ ստանդարտների մասին ավելացնեմ, տեսեք, մենք վերջի 2 տարվա ընթացքում իմ գործընկերների հետ շատ մեծ աշխատանք ենք կատարել ու բոլորիդ նաև խնդրում եմ եւ նաև խորհուրդ կտամ, որպեսզի դուք էլ
հղումով այցելեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայքը եւ մենք մշակել ենք 0-ից Հայաստանի Հանրապետության մայնինգի հանքարդյունաբերության համար քաղաքականություններ, մշակել ենք ստանդարտներ, մշակել ենք վարկագծի կանոնագիրք, որը ամբողջությամբ արտացոլում է այն բոլոր խնդիրները, կարգավորում է այն բոլոր հարցերը, որը ոլորտում առկա են։ Նմանատիպ ստանդարտներ պետք է ունենան բոլոր ընկերությունները եւ բոլոր ընկերությունները իրենց վարկագիծը պետք է այսպես ասած կառուցել ըստ այդ ստանդարտների։ Շնորհակալություն, այլ հարց։ Պարոն Պետրոսյան, թույլ կտակ այն հարցի մի կտորին ես պատասխանեմ, որտեվ ինձ է վերաբերում թերևս հարցը այն մասին, թե ինչի միցե կամ այդտեղ ոչ։ Արստեղ ոնց։ Արստեղ։ Ես թվում է բացի այս միկրոֆոնից ոչ ոք չի աշխատում։ Ես Աննան եմ Սաղավալյան եւ պատասխանատու եմ այդ թվում բացի այլ բաներից հանրային կապերի համար հարց հնչեց թե ինչու չեք լսում ընկերությունից, հա, այդ մասին, այդ լավ բաների մասին իրականում լսում եք, բայց ականջի կողքով անցնում, որտեղ դրական ինֆորմացիան սովորաբար շատ ավելի դժվար է տեղհասնում, քան բացասականը, բայց պետք է ընդունել նաեւ քննադատությունը, որ ոլորտը իսկապես տարիներ շարունակ երբևէ չի խոսել։ Այսինքն այս այն ոլորտն է, որ միշտ եղել է փակ եւ միայն օրինակ վերջին տարիներին մենք երևի մի 20 այցելություն ենք կազմակերպել ԶՊՄԿ եւ դա առաջին անգամ էր, այսինքն շատերը հաճախ լինում են դեպքեր, որ լրագրողները գալիս են, ասում են ոնց կարելի է ձեզ մոտ գալ ու նկարել, ասում ենք այո, ոչ միայն կարելի է, այլև ցանկալի է եւ ողջունելի է։ Եվ դա թարմ նոր պրակտիկա է եւ դրա համար ժամանակ է պետք, որ տեղ հասնի նաեւ դրական ինֆորմացիան, բայց դա արվում է եւ խնդրում եմ նաեւ առիթից օգտվելով մտեք մեր Facebook-ի էջ, LinkedIn-ի էջ, Instagram-ի էջ, կտեսնեք, որ շատ քիչ ընկերություններ են, որ այդքան ինֆորմացիա են տալիս։ Դա այն դեպքում, երբ մենք Coca-Cola չենք վաճառում, հա, մենք B2B ընկերություն ենք եւ վաճառքի բան չունենք, ուղղակի մեր ինֆորմացիան ենք փորձում տեղ հասցնել, բայց այո, այս այն ոլորտն է, որը սկսել է խոսել համեմատաբար վերջերս, ընդ որում ոչ միայն Հայաստանում։ Այդպես, մերսի հարցի համար։